2025-2026 թվականների ուսումնական տարվանից սկսած ագրոտեխնոլոգիա առարկան ընդգրկվել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական, բնագավառի, պարտադիր առարկայական ծրագրերի շարքում Գորիս և Սիսիան խոշորացված համայնքներում գտնվող «Իմ քայլը» հիմնադրամի 15 շահառու դպրոցների ավագ դասարաններում սովորող աշակերտների համար։ «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թոփալաքյանը հիմնադրամի թիմի հետ այցելել է Սյունիքի մարզի դպրոցներ, նոր տպագրված դասագրքերը դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին հանձնելու։ Գրքերը տպագրվել են Անտարես հրատարակչության և հիմնադրամի համատեղ ջանքերով։ Երրորդ տարին է, որ «Իմ քայլ» հիմնադրամը գիրականացնե «Հորիզոններ» դուալ գրթական ծրագիրը։ Մենք արդեն աշխատենք Գորիսի և Սիսիանի խոշորացված համայնքների 15 դպրոցներում և ունենք 470 սովորող, որոնք կհետևին ագրոտեխնոլոգիա խմբակին, որտեղ ավագ դպրոցի սովորողները հնարավորություն ունին ստանալու գիտելիքներ գյուղատնտեսության ոլորտում, ծանոթանալու ժամանակակից և նորարարական տեխնոլոգիաների գյուղատնտեսական ոլորտերում և զարգացնելու իրենց համայնքը և ընտանեկան բիզնեսները, համատեղելով տեսական և գործնական դասընթացները։ «Հորիզոններ» ագրոտեխնոլոգիա խմբակի ուսուցումը ԲԴՋՄ բնակավարում դարձավ պարտադիր առարկա, և «Իմ քայլ» հիմնադրամը տպագրել և խմբագրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմէ երաշխավորված դասագրքեր։ Գրքերը շատ ժամանակակից և նորարարական են, շատ գեղեցիկ որակով գրքեր, արդեն մենք դրական արձագանք ունենք ուսուցիչներեն և դպրոցների տնօրեններեն, վստահ եմ, որ սովորողներն ալ պիտի հավանեն այդ գրքերը և ավելի հետաքրքիր անցնեն իրենց դասերը։ Մենք այսօր նաև ստորագրում ենք երագողմ պայմանագրեր դպրոցների, «Իմ քայլը» հիմնադրամի և Ագրարային համալսարանի միջև, որպեսզի ագրոտեխնոլոգիա առարկայի կրեդիտները ճանաչվեն համալսարանում, «Հորիզոններ» դուալ գրթական ծրագրի սովորողները կարենան շարունակել իրենց բարձրագույն ուսումը Ագրարային համալսարանում, գյուղատնտեսության ոլորտում, ավելի կրճատելով իրենց ուսման ժամանակը։ Դասագրքերը մշակվել են փորձառու մասնագետների կողմից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի դասախոսների և ոլորտի փորձագետների ներգրավմամբ։ Ուսումնական նյութը ոչ միայն հիմնարար է, այլ նաև ինտերակտիվ և գործնական։ Գրքերում առկա են տարբեր հղումներ, հավելյալ օգտակար նյութեր, ակտիվ QR կոդեր, որոնք էլ ավելի են ամրապնդում ուսումնասիրվող նյութերը։ Կարծում եմ դասագրքերի ուսուցումը ամենաուշը երկուշաբթի օրվանից կսկսենք, եթե որևէ խնդիր չկա այս տարվա դասագրքի, դասանյութի ծրագրի հետ, մենք երկուշաբթի օրվանից արդեն կսկսենք դասագրքերի ուսուցումը, առավել ևս նկատեցի դասագրքերը բավականին կարծես որակով էր, հրատարակչությունը բավականին աշխատանք ու ջանքեր ներդրել եւ առավել ևս գունավոր, գունազարդ էին, երեխաները կարծում եմ հաճույքով դասագրքերով կզբաղվեն։ Նկատեցի նաև դասագրքերը բավականին նյութ ունեին նաև հենց գյուղատնտեսության համար, բոլորս էլ ուսուցիչ լինելով դրանից բացի նաև գյուղացիներ ենք, ունենք մեր տնտեսությունները, յուրաքանչյուրս էլ կարծում եմ ազատ ժամանակ կունենանք մեկ անգամ եւս թերթելու եւ մի փոքր ինչու՞ չէ զուտ մասնագիտական գիտելիքները դասագրքերից վերցնելու։ Նոյեմբերի 18-ից հիմնադրամի կողմից ստացված դասագրքերով մենք կբաժանենք դա երեխաներին եւ ավելի քան 50-ից ավելի երեխաներ կսկսեն սովորել արդեն ոչ միայն ծրագրերով, այլ նաեւ ձեռք բերված անվճար հիմունքներով դասագրքեր կունենան։ Երկու տարվա ընթացքում բավականին ունենք հաջողություններ, խմբակավարի իր աշակերտների հետ հաջող աշխատում է, օրինակ անցած տարի հայկական համադպրոցական գիտության փառատոնում ագրոտեխնոլոգիայի խմբակի երեխաները կարողացան առաջին կարգի մրցանակ վերցնել եւ պարգեւատրվեցին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի կողմից։ Մեր աշակերտները ագրոտեխնոլոգիան ընդունեցին մեծ ոգևորությամբ, ասեմ իմանաք, որովհետեւ պակաս էր ոնց որ այդ հատվածը եւ այս տարի արդյունքը տեսանք բնագիտական դասարանում, որպես նպատակային առարկայական ծրագիր երեխաները ընտրեցին նաեւ ագրոտեխնոլոգիան։ Այս ամենը ի շնորհիվ հիմնադրամի բավականին աշխատանք է կատարվել հիմնադրամի միջոցներով երեխաներին ջերմատների այցելության տրանսպորտային ծառայությունների համար, երեխաներին
նոր հետաքրքիր ծրագրերի ներկայացնելու հետ կապված։ Հորիզոններ դուալ կրթական ծրագրի նպատակն է մարզային բնակավայրերի ավագ դպրոցներում սովորողներին տալ հնարավորություն ձեռք բերել ընտրված ոլորտների վերաբերյալ ընդհանրական գիտելիքներ, համատեղելով տեսական եւ գործնական պարապմունքները, ուսումը դարձնել դինամիկ, հետաքրքիր եւ համակայլ ժամանակակից աշխարհի հետ։